Հերթական ակցիան է այսօր տեղի ունենում կառավարության շենքի դիմաց։ Խնդրեմ ներկայացնեք, թե ինչ պահանջներով եք, ինչ հստակ պահանջներ եք ներկայացնելու այսօր կառավարությանը։ Այսօրվա ակցիայի կազմակերպիչներից չեմ, ես կազմակերպիչների կոչով եմ դուրս եկել, կոնկրետ հստակիչ պահանջներ ունեն, ինչ են ձևակերպել չեմ կարող ասել, բայց այս իրավիճակի, այս իրադրության մեջ արցախցին ուրիշ պահանջ չի կարող ունենալ, արցախցիները մեր պահանջները մի տարի ու կես առաջ է, կարծեմ դեկտեմբերին Արցախյան 220 կազմակերպություններ հստակ պահանջները արձանագրել են 5 պահանջ և ներկայացրել այդ պահանջների շուրջ անընդհատ կարող է այսօր մեկի մասին ավելի շատ խոսեմ, մյուսի մասին քիչ, բայց այդ հստակ պահանջ։ Այդ պահանջները էլի երևի անգիր չեմ կարողանալու, բայց փորձեմ ձևակերպել։ Ուրեմն Արցախի վերադարձ հայկական ստատուսի ներքո, այնտեղ միջազգային ուժերի տեղակայում, միջազգային ուժերի տեղակայումից հետո կարելի է նաև պահանջել, որ միջազգային կառավարում մտցնեն մինչև մեր պետականությունը նորից ձևավորել, շատ վատ են քանդել պետականությունները, կամ էլ միանգամից պետք է տարածվի հայկական ստատուսը, Արցախը միացվի Հայաստանին, սա հիմնական պահանջն է։ Դրանից բխող պահանջները հետևյալն են, որպեսզի մենք կարողանանք երբևիցե հնարավորություն վերադառնալ, մեր համայնքը պետք է պաշտպանել։ Համայնքը պաշտպանելու համար պետք է սոցիալական հարցեր լուծվեն, որովհետև կարող է սոցիալական դժվար պայմանների հետևանքով արտագաղթ առաջանալ, մարդիկ իրենց կորցնեն, վերջիվերջո, եթե մարդ լրիվությամբ սովածենի չի կարող քաղաքական իրավունքների համար պայքարել, դրա համար պետք է նաև սոցիալական հարցերի ուշադրություն։ Սոցիալական հարցերը հատկապես այս օրերին սրվում է, որովհետև կառավարությունը չգիտես որտեղից ինչ գլխից մեզ ճնշելու համար, թե խնայողություն անելու համար, թե ինչի համար որոշել է սոցիալական աջակցությունը, որի անունը հանրահայտ գիտեք 40+10 կտրել։ Իմ նկատառումները շատ պարզ ու հստակ են, այս 40+10 կտրում են ոչ թե նրա համար, որ չեն կարողանում, դա ոչ թե նրա համար, քաղաքական ճնշում է, քաղաքական ճնշումը, որտեղ ինչ-որ արտաքին քաղաքական ազդակների տակ Հայաստանի կառավարությունը կուրս է վերցրել արցախցիներին նատուրալիզացիայի ենթարկի, այսինքն ստիպողաբար դարձնի Հայաստանի քաղաքացի և դրա համար որոշել են ստիպեն, որպեսզի տնտեսական լծակներով ստիպեն, տեսեք իրենք էլ ասում են, քաղաքացիության համար չեն դիմում, որտեղ մենք իրենց 40+10 ենք տանում։ Իսկ ես որպեսզի իմանաք այս քաղաքականությունը որտեղից է գալիս կառավարության, որ որոշել է 40+10 կրկատի, ես ուզում եմ հիշեցնել մի դեպք, որ 22 թվականին Պրագայի հանդիպման ժամանակ արտահոսք է տեղի ունեցել ադրբեջանական աղբյուրներից ենք իմացել հիմնականում, որ Նիկոլ Փաշինյան Ալիևը ստիպել է ասել Արցախ փող չուղարկես, որպեսզի արցախցիք խեղճանան, չդիմանան, այնտեղ ինտեգրվեն։ Հիմա Նիկոլ Փաշինյանն էլ խոստացել է չուղարկել, բայց թուրքերը իրենց աղբյուրներում գրում են, տեսեք, խոստացել է ուղարկել, բայց խաբել են ես, էլի 144 միլիարդ է ուղարկել և այն, այսինքն այսպիսի մին հարց անշմարում քաղաքական ետնաբեմերում ինչ-որ ուժեր, հիմա դրանց հստակ անունները կասեք ինչ-որ չեն, որոշել էին սկզբից արցախցիներին ճնշման, սպառնալիքի, ցեղասպանական վտանգներից վախեցնելով ինտեգրել Ադրբեջանին պահպանում, Արցախում, Արցախը միացնել Ադրբեջանի ժողովրդին ինտեգրել, որ չի համաձայնել։ Հիմա որոշել են այստեղ նատուրալիզացիանը, որպես ջնջեն Արցախի հետքը։ Այս պլանը ոչ մի ուրիշ տեղից չի կարող գալ, բացի Մոսկվայից։ Մոսկվան գիտի, որ 1990 թվականից սկսած հայկական բոլոր փախստականությունների պատասխանատուն ինքն է, տեսեք, մինչև 92 թիվը սովետական միություն էր, այսինքն Բաքվի ու
Սումգայիթի Կիրովաբադի փախստականները ամբողջությամբ ռուսների մեղքն են։ Այդ օրինակի վրա որպեսզի հասկանաք, որ այսօրվա մեր փախստականության մեղքի առույցի բաժինը ռուսներն են։ Մի խոսքով ռուսները, թուրքերը եւ Նիկոլ Փաշինյանը են ուժերն էր, որ ասացին, չեն կարողացել արցախցիներին ստիպեն իրենց իրավունքներից հրաժարվեն Արցախում ինտեգրվեն Ադրբեջանին, որոշել են Հայաստանում նատուրալիզացիա ենթարկվելու ճանապարհով Արցախը ջնջել որպես համայնք եւ այդ պատճառով էլ առաջ եկել նրանց մոտ է սոցիալական ծրագրի տնտեսական լծակներով ճնշել արցախցիներին փոխսարեցեք, ասում են մենք նրանց լավ փող ենք տալիս, դրա համար չեն դիմում քաղաքացիություն ստանալու համար։ Մի անգամ միգրացիայի վարչությանը պետին ուղղված հարցին, թե ինչու եք ստիպում արցախցիների քաղաքացիություն ընդունել, ասում մենք նրանց վրա մեր ներդրումներ պետք է անենք։ Դրա համար էլ ստիպում ենք, այսինքն մեր ներդրումն է, որ փող են տալիս բանկերին, բանկը իրանք բանկերի համար փող են տալիս, այդ փողով իբր թե արցախցի համար բնակարան ձեռք բերում, փողը արցախցին չի տեսնում, տունը չի կարող այդ փողը, այսինքն այդ բնակարանային ծրագիրը 40+10-ի նման այնպես է ստեղծված, որպեսզի արցախցիներին լրացուցիչ տնտեսական սոցիալական ճնշման ենթարկեն։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը արցախցիների հարցերը Արցախը ջնջելու համար գնում է նատուրալիզացիա, այդ իր աշխարհն է, որ ուրիշի առաջադրանք է կատարում։ Ուրիշները ինչ են ուզում այդ նատուրալիզացիան անելու համար 4 տարի է հրապարակից անընդհատ ասել են, երբ որ դեռ Արցախը Կարմենակ Հադրութն ու Շուշին են, ասել են, որ թուրքերի նպատակակետը Հադրութը չէր, նույնիսկ ասել եմ Ստեփանակերտն էլ չի, Երևանն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը գնում է ենթարկվելու Արցախի հարցը ջնջելու նատուրալ, ուրեմն կատարելու է մեր թշնամիների հաջորդ պահանջը, որը Հայաստանի պետականության վերացումն է։ Մեր արտաքին բարեկամ ասեն, թշնամի ասեն, համագործակցողներ ուժերը, որոնց հետ Նիկոլ Փաշինյանը համագործակցում է, հենց այդ են ուզում են Հայաստանի պետականության վերացում։ Հետևաբար արցախցիների բողոքներին պետք է միանան նաև Հայաստանի եւ աշխարհի բոլոր հայերը։ Արցախը պետք է վերականգնվի։ Երեք առաջ օրը մի հատ լավ բան լսեցի մեր գործիչներից, ասում ոչ թե արցախցին պետք է վերադառնա Արցախ, այլ Արցախը պետք է վերադառնա հայերին։ Եթե Արցախը չվերականգնվեց հայկական ստատուսով, հայկական պետականությունը վտանգի տակ է եւ սոցիալական ծրագրերով արցախցիներին ճնշելու քաղաքականությունը միտված է Հայաստանի ամբողջ պետականության կործանման։ Առանց Արցախի Հայաստանը չի կարող գոյություն ունենալ։ Այս ամեն կարգով ոչ թե որ արցախցի են դրա համար, այլ որովհետև պատմությունը այդ է ապացուցում։